Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր կաղամբ է իմ խոհանոցում, ընդամենը կաղամբին ավելացնելու եմ 2 բաղադրիչ և պատրաստեմ 3 համեղ ափսե, կաղամբով աղցան, եգիպտացորենով աղցան և կաղամբով թթու։ Ինձ մոտ կաղամբը կշռում է 1,5 կիլոգրամ և հենց այսքանով էլ պատրաստելու եմ այդ 3 համեղ ափսեները, 3 աղցանների համար էլ, թթվի համար էլ հարկավոր է, որ կաղամբը լինի այսպես կտրատած, այսինքն բարակ, թեթև կամ ավելի բարակ, ոնց կստացվի ձեր մոտ, ես այդքան տեսքի հետևից չեմ ընկել։ Կտրատելուց հետո միանգամից լցնում եմ այն տարբեր ամանների մեջ, որտեղ պետք է պատրաստեմ աղցանը կամ թթուն։ Մեկը կպատրաստեմ եգիպտացորենով, մյուսը գազարով, իսկ սա կլինի թթուն։ Գազարը ցանկալի է քերել կորեական աղցանի քերիչով, որպեսզի լինի ավելի գեղեցիկ, բայց ինչպես նշեցի, գեղեցկության հետևից չեմ գնում։ Կքերեմ այս քերիչի ամենախոշոր անցքերով։ Հիմա սկզբից պատրաստեմ թթուն, որպեսզի հասցնեմ 3-ը միասին ավարտել։ Աղ ենք ցանում կաղամբի վրա և ձեռքով, չփչացնելով կաղամբը, չվնասելով կաղամբը, մի փոքր սեղմելով խառնում ենք, որպեսզի աղը մտնի կաղամբի մեջ, այսինքն կաղամբը աղը ուտի։ Պետք է այն մի քիչ թուլանա։ Մինչև աղը կքաշի իր մեջ, կթուլանա, պատրաստեմ հեղուկը։ 1 սուրճի բաժակ ջրի մեջ ավելացնում եմ 1 թեյ գդալ շաքարավազ և կես թեյ գդալ էսենցիա 72%-անոց։ Լավ խառնում ենք, մինչև շաքարավազը հալվի և ավելացնում ենք տրորած կաղամբի վրա, տեսեք արդեն աղը իր մեջ է առել ու կաղամբը թափանցիկ է դարձել, ջուրը դուրս է տվել։ Մեզ էլ ջուր պետք չէ, այս թթվի վրա ջուր չենք ավելացնելու, ինքը իրենով ջուր է դուրս տալու և բավական է լինելու։ Ավելացնում եմ գազարը, չափ գոյություն չունի, նայեք, որ գույնը գեղեցիկ ստացվի, ահա այսքան գազար, մոտավորապես դե չափերը ես կգրեմ։ Այս թթուն շատ արագ է պատրաստվում և հնարավոր է պատրաստելուց նույնիսկ 30 րոպե հետո այն մատուցել։ Սիրելիներս, հիմա շատերը կասեն, թե էսենցիան վտանգավոր է, չի կարելի օգտագործել, բայց բոլորս էլ օգտագործում ենք հենց պահածոները պատրաստելուց և այստեղ կես թեյ գդալը օգտագործելը ու սա էլ ամբողջ ընտանիքի համար չափաբաժին է, ինձ թվում է վտանգավոր չի։ Ես այս թթուն մի քանի անգամ շեշտել եմ, շատերն ասում են, երբ մանր կտրատես, թողնես կդառնա թթու, պետք է ասեմ, որ այդպես այդ համը չեք ստանա երբեք, ես ինքս գնում եմ մալականից, վաճառում եմ մեր խանութում և պատրաստման ընթացքին շատ լավ ծանոթ եմ, իրենք այդպես են ինձ տվել, ես էլ այդպես եմ ծանոթ։ Այսքանը այդ թթվի մասին։ Հիմա տեսանյութ ունեմ հենց այդ թթուն պատրաստելու ամբողջական շատով չափերով, այս տեսանյութի ներքևում հղումը կդնեմ։ Այս մի աղցանը կաղամբով գազարով աղցանն է, ինչպես տեսաք, կաղամբի վրա ավելացրեցի մանր կտրատած կանաչին, քերած գազարը, աղ եմ անում, մի քիչ լիմոնի աղ եմ շաղ տալիս, սև պղպեղ եմ ցանում և բուսայուղ ավելացնում։ Այստեղ ցույց տալու համար 3 ճաշի գդալ բուսայուղ ավելացրեցի, բայց ես սիրում եմ, երբ շատ է լինում։ Հիմա, քանի որ կոմենտների բաժնում չգրեն լրիվ ձեթ արեցիք, նման դեպքեր եղել են, որպեսզի ես էլ չնեղվեմ, ավելի լավ է այսպես ցուցադրեմ, հետո ես ինքս ձեթը կավելացնեմ։
Հա, մոռացա նշեմ, որ մի քանի շերտել, գլուխ սոխեմ կտրատել և սխտոր։ Առանց սխտոր չենք սիրում, մեզ համար այս աղցանը գոյություն ունի հենց սխտորի առկայությամբ։ Շատ համեղ է ստացվում և պետք է ասեմ, որ կիտրոնի աղը, երբ լցնում եք բուսայուղից առաջ, պատկերացրեք կաղամբը իր գույնը չի գցում։ Երևի շատերդ առնչված կլինեք, չէ, երբ աղցանը պատրաստել եք կաղամբով և մի քանի ժամ հետո գույնը գցել է, մի տեսակ և չորացել է, այսինքն բուսայուղի վրա մի լցրեք լիմոնի աղը, այլ լցրեք հենց կաղամբի վրա, որպեսզի կաղամբը մի թեթև թուլանա և այդ աղի շնորհիվ, բուսայուղի շնորհիվ հենց պահպանի այդ ձև իր տեսքը։ Եվ վերջին աղցանը։ Այստեղ հարկավոր է մի փոքր մանրացնել կաղամբը, որպեսզի եգիպտացորենի հետ ուտելուց հարմար լինի։ Այս աղցանն էլ քիչ բաղադրիչներ ունի, կաղամբն է, ավելացնում ենք պահածոյացրած եգիպտացորեն, մի փոքր սև պղպեղ ենք ավելացնում և մայոնեզ, ուրիշ ոչինչ պետք չէ, ցանկության դեպքում կարող եք թարմը վարունգ ավելացնել։ Լավ խառնում ենք, բաղադրիչները որպեսզի լավ խառնվեն, հավասար տարածվի պղպեղն ու աղը մի փոքր և կարող եք անմիջապես հետո էլ մատուցել։ Սիրելիներս, եթե ամեն ինչ սիրով պատրաստենք, ամեն պատրաստելու ընթացք շատ կարճ կթվա և շատ թեթև։ Այստեղ հասարակ բաղադրիչներ օգտագործեցի, բայց սիրով պատրաստեցի։ Եվ ինչքան հաճելի կլինի ինչ-որ եփած փլավի կամ տապակած կարտոֆիլի հետ մատուցել թեկուզ այս 3 ափսեն, կլինի և թթուն և աղցանները։ Շատ մայոնեզ չեմ լցրել, որովհետև այսպես ենք սիրում, ցանկության դեպքում կարող եք մի քիչ ավելի շատ անել։ Մի փոքր էլ հիմա տեսք կտամ և կհամարեմ այս ափսեն էլ պատրաստ։ Ահա, հենց իրենով էլ կձևավորեմ։ Վերջ, սիրելիներս։ Փորձեք, ովքեր չեն փորձել, շատ համեղ է, փորձեք։ Ես մինչև փորձելը, երբ տեսել էի, մտածում էի ինչ պետք է լինի, որ կաղամբե ու եգիպտացորեն, բայց պատրաստելուց ու փորձելուց հետո դարձել է իմ մշտական պատրաստելու աղցաններից և հաճախակի եմ այն պատրաստում։ Այսքանը սիրելիներս առաջարկս սա էր, շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։